Այս են տունն է, որ չգիտենք որտեղից սկսենք ու ինչ խոսենք։ Ասեք մի բան Գարիկ։ Ես ուզում եմ լուր ցուցադրենք Ազատի գետը, Գառնու տաճարը, Խոսրովի արգելանոցը եւ այս հոյակապ տունը։ Խնդրում եմ, թեյ, սուրճ, էփեք, նստեք հարմար, որպեսզի մի 10 րոպե տրամադրեք այս գեղեցիկ առանձնատանը, քանի որ շատ մեծ է ու ներկայացնելու բաները շատ են։ Տեսեք, ունենք 4000 քառակուսի, անցնենք ներս եւ շարունակենք 4000 քառակուսի հողամաս, որի վրա կառուցված է 700 ավել քառակուսի մակերեսով շինություններ, հա։ Քանի որ այն մեծ է, փորձենք համառոտ լինել։ Այո։ Դիանա, ես օրինակ որպես շախմատ սիրող մարդ հավանում եմ եւ պարտադիր եմ համարում ցուցադրել այս աշխատասենյակը իր գեղեցիկ շախմատով, երաժշտությունով եւ ռետրո ակուստիկ Sony համակարգով։ հին ու նորը համադրված է այս տանը։ Ուզում ես ինչ թարմա, ես կարծում եմ բնակեցված է երկար, ինքը գրեթե չբնակեցված է ու սեփականատերը ասեց, որ այս նախշերը ձեռքի աշխատանք են, այս սենյակները չեմ էլ նայել։ Տեսեք, բիդե, ցնցուղ, ամեն ինչ։ Առաջին հարկում ննջարան, տարեց անդամների համար ընտանիքի։ Ետնամասից ունենք տույաներ եւ դեկորատիվ եւ պտղատու ծառեր։ Ամառային խոհանոց հսկայական, գեղեցիկ։ Գինը որ ասեմ, կապշեք, 2.200.000 դոլար։ Վերջապես տուն, որի գինը արդարացված է։ Վերջապես մի իրավիճակ, որտեղ խոստովանում եմ, ես նպաստեցի գնաճին, ես սեփականատիրոջը խորհուրդ տվեցի մի քիչ բարձր ասի, քանի որ թերագնահատված է այս գույքը։ Հիմնականում գերագնահատված գույքեր ենք ցուցադրում, շատ հաճախ։ Եկեք իջնենք ամենակարևորը ցույց տանք։ Պաբլո Էսկոբարը կարծում եմ կնախանձեր նման առանձնատանը։ Ֆանտանները, այն երգը կարող ես դնել աղա, Սպայութ ֆանտանի։ Բայց իրոք, այս տեղը, տեսարանը, տունը, հարմարավետությունը արժի 2.200.000 ու մի բան էլ ավել։ Դուք թեյը սուրճը խմեք, չհեռանաք Մի հատ մինչև։ խնդրում եմ, նայեք։ Տեսեք, սա կոչվում է կարծում երջանկության կամար։ Հիմա բոլորի մոտ հարց կառաջանա, ինչու են վաճառում այս գեղեցիկ տունը։ Դիանա, ինչու են վաճառում։ Որովհետև մարդիկ ժամանակ չունեն գամ վայելեն ու Իսկապես մարդը ասում է զրոյից կառուցել եմ, չունեմ ժամանակ։ Կարող է ինչ-որ մեկը գտնվի ու զենա գա այստեղ մշտական ապրի, վայելի, խնամի։ Միշտ լսեք երիտասարդներ, երբ որ ունեք հավես ու ժամանակ, չունեք հնարավորություն։ Երբ ունեք հնարավորություն, չունեք էլ հավես ու ժամանակ, իսկապես այդպես է։ Դե գիլասի ծառեր, այս գիլասներն ով է կերել։ Շատ խնամված բակ ունի։ Կա ծայրերին։ Շատ խնամված է բակը։ Գնանք, ես ուզում եմ ցուցադրել մի հատ ներքևի հարկում սենյակ կա։ Չգիտեմ, տենց Հուլիոս Կեսարի սենյակ ասենք, թե Շեյխ Մուհամեդի, շտապում եմ ցուցադրել եւ վերևում Դիանան էս ջակուզի կա վյուով։ Ես դեռ չեմ տեսել։ Հա, էս տեսնել է պետք ու հավատացնում եմ հաստատ նման գումարով չես կարող հիմա ունենալ ես կառուցել նման Ալադինի աշխարհն է, բայց եկեք անցնենք ուղեկցենք, հա, շեյխական, սուլթանական, արաբական սենյակ է կոչվում, արաբական գիշերներ, խորագրով, այնտեղ կինոդիտման սրահն է, կալյան, ինչ-որ զգեստապահարաններ, այստեղ հանդերձն է, հես է կինոդիտման սրահը, կինոդիտման սրահն է, դու ես հարկը չես տեսե, ոչիչ, Արտուրը նկարահանում է, մեզ չի խանգարում, մենք նույնպես։ Շատ սիրուն է, չէ։ Ես քիչ ամնում շորերով թռնեմ, տեսեք, 2 միլիոն դոլարի մեջ ինչ հաճույքներ կան։ Ցույց տու մեծությունը։
Պատկերացնում եք ինչ ժամանակ կարող եք այս տանը անցկացնել, կարող եք դուրս չգաք ընդհանրապես այս Ես ասում եմ ափսոս է, մի ծախեք։ Իրոք։ Ափսոս է, այս տեսարանը, միայն տեսարանը արժի $1 միլիոն առնվազն։ Այդ հաստատ։ Ցնցուխները, մի խոսքով։ Ու տենց սանտեխնիկան ես զննեցի ամեն ինչ միջինից բարձր արժեքի են, ստեղծվել է իրենց համար, նոր նկատեցի, էկրանը անգամ լողավազանի ջակուզից է երևում, այսինքն նույնը երկու կողմից, Այո։ տեխնոլոգի։ Տեխնոլոգիա։ Այստեղ ունենք սենյակ, Դիանա, սկվոչ եմ, որ պատի հետ թենիս են խաղում։ Հիմա մի քիչ տես պահեստային ապրանքներ կա, բայց լավ, ցուցադրեմ։ Սա գծերը թողնված են, այս ապրանքը դուրս կհանենք, այդ սկվոչ, հա, որ պատի հետ խաղում են, ճիշտ եմ ասում, այնտեղ նույնպես օժանդակ սենյակ, ու ինչն է նաև կարևոր, գույք տեխնիկա, ենթադրում եմ բացի այս տուփերից, ամեն ինչ մնում է տան մեջ, մնում է։ Ես եկա մնայի այս տան մեջ, ես էլ հետը կմնայի, ինձ էլ մի շապատ պահեք առեք, ինձ էլ պահեք, լավ, լողանամ, մաքրվեմ, լիանամ, գնամ, հոգնած եմ, հանգստանամ, հետո գնամ, արի աղաս ջան, արի գնանք վերևը, տեսեք, հիմա հասկացաք ինչու է մի քիչ արժեքը բարձրանում էլի, տենց արժեքի նպաստող պլուսներ շատ։ Ինչի դու չես ուզում մնաս։ Ոայ ես կուզեի իհարկե։ Այդ դեպքում Ծառավոտ արտանայր, այսա որ ջակուզին տենաս, արի, որ ջակուզին տենաս 200% վստակ ասես, որ մնացող եմ։ Տրավերտինա, ով չգիտի տրավերտինը որն է, թող իմ, տադամ, ընդհանուր 4 դնջարան ունի տունը։ Ես արի Դիանա, մեկնաբանիր, հիմա կուզեիր, հիմա համաձայն ես, որ 2 միլիոն 200,000 ես տան համար գտած գինա, գտած։ Իրոք, ես ինչ։ Մաքրությունը։ Բացի մաքրությունը։ Մարչի լով ասես։ Օգտագործել ես դրոնը։ Գալա։ Տես։ Այդ առաստաղի բարձրությունն է, էլի, այստեղ ինչ է։ Ես անկեղծ սեփականատիրոջ ասում եմ, Աստվածաշանի մի բան չի եղել պետք է ասում, չէ, ուղղակի որ չեմ հասցնել վայելել, մտածեցի ափսոսած ախր։ Պատկերացրեք, այստեղ պարկեք ու գարու տաճարին նայեք, անմիջապես։ Այնտեղ քարերի սիմֆոնիան է, այո, տաճարը 7 քար, հա, ռեստորանն եմ տեսնում, որտեղ համեղ ճաշեցինք։ Գրեք մեկնաբանություններում էլի։ Ես տունը գնի ու ինչ ձևա վայելելու։ Նորմալ կայացած մարդու համար որպես համառանոց կարող է ծառայել, որ հաշվեք որքան եք գնում օբյեկտներում փող ծախսում անիմաստ եւ այլն, մի քանի տարում այդ 2 միլիոնը բռնում առեք, օբյեկտ է էլի նաեւ, համ քնեք, համ լողացեք։ Բայց եթե օրինակ մարդիկ մեքենա ունեն, այս տունը գնողը հաստատ կունենա, կարան հանգիստ այստեղ բնակվեն, գնան գան։ Ճանապարհը ասֆալտ, ջրահեռացումով, հիմա զգացեք ես ավանգարդ, հայ, հեռուստացույց, տեսեք, ձյան ազգուշ բացի կարող մեջից փողմող է թափի մի դարաժի։ Այստեղ մեծ գեստը սենյակ։ Եվ տեսարանը, պատկերացրու, ջակուզիում ես տեսարան, մահճակալին պարկած ես տեսարան, այսինքն ռիլթերթել պետք չի ստեղել, հյուրասենյակում ես տեսարան, լողավազանից տեսարան։ Տան բոլոր անկյուններից տեսարանը էլի սան Մարդավարի սանը բիդեո բան, որ բան չի էլի, ծեժան շլանգով չի, բիդեով է։ Ու սենյակներն էլ են լավ մեծ, լուսավոր, հարմար։ Ինչ արեստան արշին, նայի քանի սեկցիա դրե այս սենյակում։ Ձմեռները գարնիում ցուրտ է լինում։ Սա խոսում այն մասին, որ ենթադրում եմ ֆունդամենտը մի 15 բալանոց երկրաշարժի պատրաստ է, էլի։ Եթե այս տրամաբանությամբ արած, ջիգարով արած էլի, որ սրտալի, որ փողը եղել է ախպեր լավ արեք։ Դե համել իրենց բնակվելու համար Ավելի պակաս չլինի։
Գնանք բակը ցույց տվեցինք, ամառային խոհանոցը, այստեղ կարող ենք ստոպ անել, ինչն էլ ամառային խոհանոց, որ օպերատորի ձեռքն է հանգստանում։ Այստեղ էլ ջրվեժ ունենք, ջուրը չենք միացրել, ալարեցինք, Կամուրջ փոքրիկ։ կամուրջ։ Տեսեք, այստեղով էլ կարող եք իջնել, էլի ծառեր կան, բերքատու։ Գետի խշշոցը վստահ չեմ, արդյոք լսվում է հոլովակի մեջ, բայց շատ հաճելի մեղմ ձայն կա։ Այո։ Իսկ այստեղ ամառային խոհանոցն է։ Այս տունը ինձ թվում է մարդ հյուր կանչի, հյուրերը չեն ուզել գնան։ Երկու բաժակի խման, հետո պիտի զոռով քշ։ Շունը ցույց տվեցինք խասկին։ Բայց շունը Շունն է կարող մեր հետ մնա մի շաբաթ վերջում։ Ես հետ կմնան կտանենք շանը, այնքան լավ շուն է։ Այդ էլ խոհանոց ունենք, հա։ Ամեն ինչով։ Մինչև վիդեոն ստեղծեցինք, տանգինը իմ խորհրդով մի քիչ բարձրացավ, ասեմ 2 միլիոն 300 հազար դոլար։ Ես խորհուրդ էի տալի 2.5 միլիոն, բայց սեփականատերը շատ կիրթ անձնավորություն ասեց, ոչ Գարիկ 2-3-ը օքեյ է։ Մի խոսքով, եթե երկար մտածեք, կարող է դառնա 2.5 միլիոն, այնպես որ։ Չէ, իսկապես պաշտոնապես ասում եմ 2-3 միլիոն դոլար։ Ու էքսկլյուզիվ առաջարկ է, միջնորդավճար կար թե ոչ։ Չկար։ Միջնորդավճարն է գնի մեջ։ Հա։ Հա, բռնվեցինք, հա, որ 100 հազարը մերն է։